Այժմ տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ինձ թվաց մի քիչ խավարել էր, ես մի քիչ հիմա երեկոյան ժամ եմ մոտենում, լույսը վառեցի, հույսով եմ սա շատ ուժեղ լույս չի լինի։ Տեսնենք ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ մայիսի 17-ից 23-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Բավականին շատ շփող են լինելու աղեղնավորները հաջորդ շաբաթ։ Տեսնում եմ այստեղ թռչունները եւ 7-ով էլ կարող եմ ասել, շատ շփում են, շատ խոսակցությունների, բանակցություններ եք վարելու, ինչ որ հարցերով։ Ամեն դեպքում դուք լավ տրամադրության մեջ եք, որտեվ 7-ը կարմիր եմ տեսնում։ Չգիտեմ, շատ խոսելու եք, շատ զրուցելու եք, շատ մարդկանց հետ եք միգուցե շփվելու հաջորդ շաբաթ, հարգելի աղեղնավորներ։ Անձնական հարաբերություններում ինչ որ ճանապարհին, ինչ որ ընտրության առաջ եք կանգնած։ Տեսնենք, ինչ ընտրության մասին է խոսքը։ Ինչ որ ընտրության առաջ եք կանգնած հարգելի աղեղնավորներ, բայց տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ գեղեցիկ։ Իսկ խաչից պետք չէ վախենալ, այստեղ ճակատագրական ինչ որ անսպասելի, ինչ որ այսպես, չգիտեմ, ձեզնից կախված չի, ինչ որ բան է լինում, բայց տեսնում եք սրտերով շրջապատված, չգիտեմ, շատ դրական, ինչ էլ որ լինում, այսպես միգուցե դրա համար էլ ընտրության առաջ եք կանգնած, բայց հանկարծ ինստինկտիվ այսպես չգիտեմ, հանկարծ պարզվելու, բացահայտվելու է ձեզ համար, ինչ որ ինֆորմացիա, ինչ որ կպարզեք, այո, կարող եմ ասել գրքի կարտով, որ հանկարծ ձեզ համար կպարզվի, ընտրությունը կվերջանա, կվերանա, որովհետև դուք հանկարծ կպարզեք ինչ եք ուզում, ինչ որ մի նոր բան կիմանաք, նորություն կիմանաք ձեզ հետաքրքրող հարցի շուրջ, առաջ խաղացում եմ տեսնում եմ խաչը, որ այսինքն ինչ էլ որ անեիք միևնույն է, այսպես լավ էր վերջանալու, որտեղ այսպես ճակատագրով էր կարծես, հաջողություն, անձնական հարաբերություններում, շփումներում, տեսնում եմ ահագիներ շփվում եք, չեմ կարող ասել, սա ինչ որ ընտանեկան միջոցառում է, երիտասարդներ են սեր խոստովանում, ուզում են ամուսնանալ, ինչպիսի հարաբերություններ լինեն, ում մեջ էլ որ լինեն, շատ գեղեցիկ են վերջանում եւ ընտրությունը, չգիտեմ, դες առաջարկություն են անում, ընդունեք, չընդունեք, ընդունեք։ Ճակատագրով է այս հանդիպումը, այս ծառը զարգանում են հարաբերությունները եւ հետո շատ գեղեցիկ էլ վերջանում են, շատ լավ է, անձնական հարաբերություններում ամեն ինչ շատ լավ է։ Աշխատանքում աղեղնավորները շատ հզոր, շատ հարմարավետ, տեսնում եք, արջը շատ հզոր, շատ լավ մասնագետ է, շատ հանգիստ կայուն է զգում իրեն աշխատանքում, իրեն ոչինչ չի սպառնում։ Փորձեմ 1-2 կարտ էլ հանել, տեսնեմ, ինչ կարող են կարտերն ասել աշխատանքի հետ կապված։ Էլի շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ինչ որ լավ լուր կլսեք աշխատանքի հետ կապված, չեմ կարող ասել ինչ լուր է, էլի խոսակցություններ եմ տեսնում, կարող է օնլայն խոսակցություններ լինեն կամ հաղորդակցություն, խոսակցությունը պարտադիր չի, շփում, մարդկանց հետ շփում կարող է լինել ինտերնետով, կարող է լինել հեռախոսով, տեքստերով, տարբեր, կարող է հանդիպեք մարդկանց ինչ որ հետաքրքիր վայրերում զրուցեք, շատ ջերմ միջավայր է, ամեն ինչ շատ նորմալ է, ֆինանսներն էլ նորմալ են, աշխատանքի հետ կապված չի, աշխատանքում էլ ամեն ինչ շատ լավ է, շատ կայուն է եւ շատ լավ է։ Ֆինանսներում տեսնենք, ֆինանսներում ինչ որ մեկը մի քիչ խորամանկում է, ինչ որ առաջարկություն է անում, բայց մի քիչ խորամանկ անձնավորություն է, ամեն դեպքում այնքան էլ ազնիվ չի, տեսնենք։
Ինչ հետաքրքիր, այսպես հակասական կարտեր եմ տեսնում, շատ հակասական։ Նախ ասում են ձեզ ինչ որ ֆինանսներում ինչ որ առաջարկություն կա, տեսնում եք աղվեսը խորամանկ է, հետո տեսնում եմ օձ։ Եվ այս առաջարկությունը այս կնոջից է գալիս, աղվեսն էլ է ինքը այս կինն էլ առաջարկը իրենից է։ Չեմ կարող ասել ֆինանսների հետ կապված ինչ առաջարկ է։ Դուք եք դիմել ինչ որ ֆինանսների հետ կապված ինչ որ հարցերով, թե ձեզ են առաջարկություն անում, ամեն դեպքում կինը չնայած խելացի իմաստուն է, գործի մասնագետ լավ է հասկանում գործից, բայց ամեն դեպքում մի քիչ երևի կամ խորամանկում է կամ անազնիվ է, չեմ կարող ասել, ամեն դեպքում օծ աղվես, ինքն է դատեք հարգելի աղեղնավորներ։ Ես տեսնում եմ իրականում շատ լավ տրամադրված եք դուք, ինչի համար էլ ֆինանսներով բանակցում եք, ձեր սրտին շատ թոք է հարազատ, շատ ուրախ եք, այսինքն այստեղ ես գումարի չեմ տեսնում, գումարը խնդիր չէ ձեզ համար, այս մարդիկ էլ խնդիր չեն, դուք ուղղակի շատ ուրախ եք, չգիտեմ ինչի համար եք բանակցում, բայց շատ ուրախ եք։ Ինչ որ երկար ժամանակ է կայուն, տեսնում եմ, մի տեսակ երևի հարցը ձգձգվում էր, չէր լուծվում։ Բայց ինչու փոփոխություն կլինի, երեխայով կարող եմ ասել նորությունը չգիտեմ, այս տղամարդը ով է, ինչ է, այս կնոջից հետո տղամարդկանց հետ եք բանակցում, զրուցում, բայց սրտի տուզով կարող եմ ասել, որ շատ լավ կլինի, նախ երեխայով արդեն փոփոխություն կլիներ, սրտի տուզով, դուք էլ այստեղ շատ այսպես ուր է սրտի կարտը։ Դուք այո, շատ ուրախ եք, ուզում եք, ինչ է ձգձգվում էր, ինչ է լինում, կփոխվի իրավիճակը տզով, կարծում եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ դուք ուզում եք։ Չեմ կարող ասել ինչ եք ուզում, ինչ եք անում ֆինանսներով, բայց ամեն ինչ կլինի տուզով, ամեն ինչ կլինի ձեր ուզածով։ Ինչն ես ձեզ սրտանց կամենում եմ։